Ինչ անենք, չանենք բարեգործություն, իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի էդի լավ է։ Իրապես պետք է ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչ է իր ուզածը, ինչ է իր երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինքը ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները բանը, դարպասները լավը չի։ Հա մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարեկարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու ու տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակի մեջ, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ինչպես դուք կհարցնեք, պատասխանեմ այսպես. Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է։ Բյուջեի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունանում Ադրբեջանը։ Օրեկան 500,000 բարել։ Բարելը դա տակառն է, նավթը տոննայով չեն հաշվում, տակառով են հաշվում պատմականորեն։ 500,000 բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է ապրել արդյունահանումը Ադրբեջանի նավթի 7 տարվա ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում։ Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ օրը։ Բայց 6 տարի հետո ամեն տարի աճում էր սպառումը մինչև վերջերս։ 6 տարի հետո էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ եւ անկում ապրել նավթի արդյունահանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից է կախված է ինչ-որ չափով նաեւ գազի գինը։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Իսկ ինչ է պետք մեզ անել, որպեսզի առաջ անցնենք, օգտագործելով մեր սփյուռքի պոտենցիալը, մեր ազգային պոտենցիալը, ես կներկայացնեմ հաջորդ մեր խոսակցությունների ժամանակ։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ
այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են։